այսքան ժամանակ իսկապես շատ օգտակար աշխատանք են կատարել եւ ծավալը, որ այստեղ արձանագրված է փաստացի եղած ամբողջ ընթացքը գործողությունները եւ այլն, սրանք պետք չի որ կորի եւ ի վերջո պետք է ինչ-որ մի համացանցման մի փաստաթղթի պես ստանալ։ Այս անգամ հիշում եք առաջարկում եք ամենահազարդույն տարբերակը, որ հանձնաժողովի եզրակացության անգամ կարող ենք գնալ, որ սա դառնա այս քննարկումների արդյունքում եզրակացություն։ Բայց եթե գնում ենք այս ճանապարհով, որ կարծում եմ ավելի ճիշտ է, այս վերնագիրը, որը հիմա փոխվել է դրա մշակված, 5 օրակարգում մյուսն է։ Եվ երբ որ հիմա տեսեք կանոն դա տեղի չի ունեցել ըստորության, ես երբ որ երեք օրինակ երբ որ խոսում էի, բացել տարբեր հայտարարության վերնագրերի մասին է խոսում, բան նորանիսյաններ չգիր, այսինքն ես մի հատ շփոթ կա Տիկին Ալավերդյան, դուք հիշում եք սկզբից գրված էր ցեղասպանություն ճանաչել, չէ՞, հիմա շարունակություն, ցեղասպանության շարունակություն, որը էապես փոխում է նախ մեր մոտեցումը դաշտության ես նկատում եմ, եւ դա վստահ եմ մյուսների։ Դրա համար եկեք ես առաջարկում եմ, իսկապես 15 օր հետաձգելու համար տեխնիկական նաև խնդիրներ լուծենք, այսինքն փոխել վերնագիրը ամբողջությամբ այնպես ինչպես էստեղ է, առաջարկը նույն կողով փոխանցենք քարտուղարություն, որպեսզի փաստաթղթերում նույն վերնագիրը գնա, եւ այս ընթացքում էլ առաջարկություններ կամ փոփոխություն տեքստի հետ նաև վերնագրի մասով են մենք առաջարկել կատարենք ամբողջ վերջնական վերնագրով կամ 15 օր հետո որոշումը կայացնենք, համաձայն եք։ Շնորհակալ եմ։ Սա լուրջ քաղաքական հարց է։ 3 տարբեր մոտեցում կա։ Որպես ցեղասպանության մեծ եղերնի տարի մեզ համար, հայերիս համար, եւ այդպես ենք մենք ճանաչել տալիս ամբողջ աշխարհին 15 թվականի օրություն։ Կա ավելի ընդլայնված վերսիա 15-23, որը վերաբերում է Թուրքիային, ուղղակի Ադրբեջանը տեղավորվում է մեջ։ Բայց կա ամենաճիշտ զուտ գիտականը, որ 1895-ից սկսվել է, 4-ից մեր ապստամբությունները, 5-ից սկսվել է ցեղասպանական գործողությունները, որոնք սկզբից ծրագրել է Աբդուլ Համիդը, Ադրբեջանի գաղափարախոսների Ագաև դրանց հետ միասին, դրանց դրսևորումներ եղել են Արևմտյան Հայաստանում, Հարավային Կովկասում 5 թվական, չէ 4-5-6 թվականները, հետո նորից Թուրքիայում 8 թվականին Ադանայի ջանքերը եւ այլն, այսինքն քանի process է հայությանը արմատախիլ անելու, այդ առումով միգուցե, ես չեմ ասում, բայց միգուցե դուք նաեւ նայեք հետեւյալ տարբերակը, վերնագիրը քանի Թողնեք նույնը իս տեքստում գրեք, չէ, վերնագիրի մեջ լինի 1895-23 թվականին, այսինքն ցեղասպանության շարունակություն լինի, այլ լինի այսպես, դատան հիմա բաց են թողնում, բայց Օսմանյան կայսրությունում եւ Հարավային Կովկասում ոչ թե ում կողմից, որտեղ այստեղ է պրոբլեմը ամենաշերտի։ Ինքնաց մախբեր ջան 15 թվականին Ադրբեջան չկար։ Ես ասել եմ պրոբլեմ, դրա համար Օսմանյան կայսրությունում, Օսմանյան Թուրքիայում եւ Հարավային Կովկասում հայության դեմ կազմակերպված եւ իրականացված ցեղասպանական գործողությունների շարունակություն։ Այդ տարբերակը